Իրականում ծերերի հետ շփումը երևի թե ամենահեշտ բանն է, որովհետև իրանք թքած ունեն այն բոլոր ստերեոտիպների ու բաների վրա ես հիմա եմ հասկանում, երբ որ օրինակ մայրս միշտ ծխել է մեզ ունենալուց հետո ու տենց լավ ծխող է էլի ու միշտ երբ որ փողոցում ծխում էր ես նեղվում էի էլի ստերեոտիպներից ելնելով ու ինչ որ մի տարիք եկավ երբ որ ասեց ռուբ լավ էլի ես արդեն այն տարիքում եմ որ արդեն թող ապրեմ բալես ես ինչ ուզում եմ անել Մենք հրախուսում ենք մեր ավակներին, որ ապրեք ձեզ համար։ Իրանք տենց են, իրանք բան չեն անում, էլի ինչ որ մարուկների վրա ոնց որ չեն ծախսում։ Իրար չնայած իրանց մեջ էլ այդ փոքրիկ այդ հասարակությունը ինքը իր ներքին օրենքներն ունի, բաներն ունի, էլի։ Ես իմ փորձն ասեմ, երբ որ սկսում էի գալիս այս ոլորտ, մտավախությունն էի, որ ծանր կլինի, ասում էի կսպառվեմ եւ այլն, բայց ես արդեն մոտավորապես 7-10 տարի ու հաղորդումը 3 տարի լիցքավորման, այդ էներգիան, որ իրենք են տալիս, այդ օրհնանքները, շնորհակալությունները, դա համեմատելու չի։ Անցած անգամ 100-ից ավել մարդ ուղարկեցին Գյումրի էքսկուրսիայի, մի տատիկ ինձ ասեց ապրես, Սոֆիա ջան, օրհնված լինես Մինչև 82 տարի ապրես, աշխատես, ասում եմ տատիկ դու գնում եք էքսկուրսիայի 65-ում, ես ինչի մինչև 82 աշխատեմ, ես եմ ուզում տատիկ դառնամ գնամ էքսկուրսիայի, շատ հաճելի է, շատ հետաքրքիր է իրենց հետ։ Ի սկզբանե կենտրոնը ֆիլմի հենց բեմադրություններ, ու մենք տենց էլ շարժվում էինք, բայց հետո ինչքան ծանոթացանք բոլոր մասնակիցների հետ, այնքան Շեքսպիրը դարավ առիթ իրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու էլի։ Ծանոթանալու ներաշխարհները տեսնելու։ Հա, որովհետև իրանցից ամեն մեկի մեջ ոնց որ տենց մի Շեքսպիր կա, էլի, ու գումարային իրանք շատ ավելի շատ են, քան Շեքսպիրը։ Դրա համար ոնց որ outliving Shakespeare, վերապրելով Շեքսպիրին։ Էսա Իսկ մասնագիտական ու մարդկային առումով ես տեսնում եմ, որ ինչ-որ մի բան այնուամենայնիվ ձեր աշխարհայացքում մտածողության մեջ փոխվեց ավակների հետ, այսպես սերտ աշխատելով, ինչը։ Չէ, փոխվեց, ուղղակի ես էլ ոնց որ Միքայել մեծացա էլի երևի այս ֆիլմով, որովհետև արդեն հստակ գիտակցում եմ, որ ավելի մոտ եմ իրանց, քան երեխաներին։ Ես արդեն իրանց ոնց որ տատիկ, պապիկ չեմ ասում, մայրիկ, հայրիկ եմ ասում, էլի։ Իրանք ինձ մոտ են արդեն էլի։ Դե դուք կարաք, ես որ ասեմ, լավ տեղ չի տանի։ Ամբից մեջ կա 94 տարեկան անունով մի կին, անունը Լաուրա, ես իրեն Լաուրիկ եմ ասում։ Ու ինքը դրանից այնքան լավ է զգում, մի անգամից դառնում է 17-18 տարեկան թռվռամ մի հատ աղջիկ, երբ որ իրեն Լաուրիկ եմ ասում։ Ինքը ներքուստ ու տենց էլ է հենց։ Հա։ Շատ սենց։ Այդ ոգու տարիքն է։ Չի կորցրել իր այդ կանացիությունը։ Մի օր ասեցի, կոկետությունը, հա։ Մի օր ասեցի մի հատ երիտասարդության նկար ունես, բեր մի հատ տեսնեմ ինչպիսին ես էլի եղել երիտասարդ ժամանակ, որտեվ հիմա շատ բան տարիքն ասել է։ Տարիքը շատ է առած։ Բերես նկարը, բավական բան, հենց Չէ, հիմա զգացվում է, որ շատ բան հաճելի կին է եղել։ Նկարը կա, որ դուրս գանք ցույց կա, տամ մոտս կա։ Եվ մի հատ էլ Շեքսպիրի հետ կապված ինչ-որ բան է ուզում ասեմ։ Հա, հենց կոնկրետ Շեքսպիրի կերպարի մասին։ Այդ կերպարի մեջ էլ բարդություն եղավ։ Ես գրել էի տղամարդու համար Շեքսպիրի կերպարը պիեսի մեջ, բայց ով որ պետք է խաղար, նա ինչ-ինչ պատճառներով, հիմա չասեմ այդ պատճառը, դուրս եկավ ձեր բանից, Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնից, եւ ինձ դրեց բավական անելանելի վիճակում, քանի որ էլ ուրիշ տղամարդ հորիզոններում չէր այսպես տեսնվում, նշմարվում։ Սկի Ռիչարդ չկար ու մնաց Շեքսպիր։ Այ մարդ ինչ անեմ, սենց եկել եմ կարակելի, ֆիլմն էլ արդեն բան է, նկարվում է, բանը պետքա պրեմիերան ներկայացման անենք համազգային թատրոնում, այդ պրեմիերան պետք է նկարվի։ Հա, նշանակած էր սա զորակետները արդեն։ Վերջը մի հատ միտք եկավ, որ այդ միտք եկավ հետեւյալից, որ Շեքսպիրի ժամանակ բոլոր կանանց կերպարները խաղացել են տղամարդիկ։ Ինչու չանենք հակառակը։ Ինչու չանենք հակառակը, որ գիքը արդեն որ Շեքսպիրը մահանում է գնում վերև, ասված իրան ասում է հիմա ես քեզ կին կդարձնեմ, ու դու այդ ինչ ձև էի կին խաղում էլի, այդ սխալ եք խաղացել, ես քեզ կին կդարձնեմ, Այ քեզ վերապրել Շեքսպիրը։ Ավելի լավ զգաս էլի այդ կնոջ բոլոր
Խոսքով էսպես։ Եվ օգտվելով առիթից Ռուբեն ջան, կուզեմ որ հրավերը դուք հնչեցնեք, երբ է մոտավորապես նախատեսված ցուցադրությունը, որտեղ եթե կան մանրամասներ, թե կամ ինչին հետևեն, որպեսզի մեր ունկնդիրները, մեր շահառուներն էլ իմանան ու անպայման խնդրում եմ, որ մենք մեր տեղն ունենանք դահլիճում, գալ նայելու, մտորելու, տեսնենք ով ինչ կզգա, հետո արդեն ձեզ հետ կգիսենք կարծիքներով։ Դե մոտակա ցուցադրությունը, ինչպես ասացի, Ոսկե ծիրանին է լինելու հուլիսի 13-ից 13-ից ոնց որ 19-ը ընկած այս հատվածում մեջտեղում ուղիղ հուլիս ամսվա երևի առնվազն մի 2 ցուցադրություն կամ 3 կլինի հրավիրում եմ ձեզ դե եկեք նայեք սա մեր հայկական այսօրվա դոկումենտալ ես ասում եմ դրան դասական դոկումենտալ կինոյի օրինակներից մեկն է որը աշխարհում արդեն պատտվում է ու եկել է արդեն Հայաստան այտենց հետո չասեք չենք իմացել բան Եվ առանձնահատուկ է նրանով որ թերևս առաջինն է երևի որ հենց ավակների մասին է առաջինը չի Բարսմեդյան մի ֆիլմ էլ ունի օրինակ հենց մեծերի մասին հա մեծերի մասին կոչվում է 1 2 3 այնտեղ էլ Արման Երիցյանի ֆիլմն է երևի գիտեք Արման Երիցյանը ռեժիսոր էլի այդ թեման է մի քիչ ուրիշ ձևով է մոտեցումը բայց հրաշալի է որ անտեսված չեն նաև ֆիլմ արտադրության մեջ եւ օգտվելու արդից ինայնել շնորհակալություն հայտնենք գաղափարի այս ընկերության այս արդյունքի համար բանը ֆիլմը լավ մամուլ ունի դրսում լավ ռեցենզիաներին չէ տպագրել կարծեմ բացի դա Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ինքը տարել է 2 մրցանակ մեկը լավագույն վավերագրություն, մյուսը կինոքննադատների մրցանակ, որը համարվում է իհարկե ամենաբարձր մրցանակն է Գոիստ ֆեստիվալում։ Տեղյակ ենք, որ մեր Անահիտ կինոմրցանակաբաշխության ժամանակ նույնպես ես մոռացել էի ճիշտ վավերագրության մեջ, նոմինացիայի մեջ ինքը լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց։ Հրաշալի է։ Եվ դեռ էլի կճանաչվի, կարծում եմ, ճանապարհ կանցնի, ես կարծում եմ, որ Ոսկե ծիրանում էլ նա մեծ հաջողություն է ունենալու։ Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ ավակների մասնակցությամբ համառեսորն է, շնորհակալություն ուման համար, որ առանձնահատուկ է այս ֆիլմը, որտեղ տարեցների մասին է, համար է նրանց ներգրավմամբ է։ Ողջույն, շնորհակալ եմ, որ այս հանդիպումը կայացավ։ Բարի օր։ Ողջույն։ Ռուբեն ֆիլմի գաղափարի մասին խոսեք, երբ ծագեց ու ինչ ճանապարհ անցաք ֆիլմը ստեղծելիս։ Ինչպես գրեթե երևի բոլոր դոկումենտալ ֆիլմերը այդ գաղափարը տենց չի ծագում։ Եկեք սենց մի հատ բան նկարենք։ Որպես կանոն տենց ապրում ես, հետո ինչ որ մի բան ես հանդիպում, ինչը քեզ հետաքրքրում է ու սկսում ես դրանով զբաղվել։ Հիմա մի ահռելի մասը ֆիլմ չի դառնում, այս պատմությունը դառավ ֆիլմ։ Իրականում Ինանա Սահակյան թեմային առաջինը ոնց որ մոտեցել, իմացել էր, որ տենց նախաձեռնություն կա,